արդյոք պատմության մեջ ինչ-որ իրավարար վճիռ կա, որ իրագործվել է։ Բազմաթիվ։ Ով որ ուզում է այդ հարցով զբաղվի իրավաբաններից, մենք կարող ենք գրականություն տանք, հատկապես առաջին համաշխարհային պատերազմին նախորդող եւ երկու համաշխարհային պատերազմի մեջ իրավարար վճիռներով շատ ավելի տարածքային վեճեր են լուծվել, քան անգամ պատերազմներով եւ այլն։ Պարզապես երբ որ պատերազմով լուծվում է վճիռը, տարածքային վեճը, դրա մասին բոլորն են իմանում, որտեղ պատերազմը, աղմուկը, կռիվը, բայց իրավարար վճիռով ով է իմանում, հիմա էլ մտեք միջազգային դատարան, ասենք, ՄԱԿ-ի, վստահեցնում նայեք այդ վճիռներ, որոշումներ, հայցեր, անպայման մի քանի հատ տարածքային վեճի մասին բան կլինի։ Օրինակ մի քանի տարի առաջ լուծվեց Ռուսաստան-Նորվեգիա տարածքային վեճը 1.700.000 քառակուսի կիլոմետրի վերաբերյալ։ Համայնքյան ասեմ, Ուլսենը 103.000 Բունգլիսինյան գումարած մի 20 քանի կարծնա։ Իսկ 1.700.000 քառակուսի կիլոմետր ով իմացավ, որ ծովային, այո, ծովը, բայց էլ դա տարածքային, այսինքն սահմանային վեճ է։ 1.700.000, երեք Ֆրանսիայի չափ տարածքի ով իմացավ, բայց եթե Նորվեգիան եւ Ռուսաստանը կռիվ անեին, մի քիչ կրակային իրար նավեր, բաներ խորտակային, բոլորը կիմանային։ Եվ բազմաթիվ նման վեճ է։ Բայց այդ իրավարար վճռով որոշվեց։ Այո, դա իրավարար վճռով որոշվեց։ Եվ արտքները էլի որ համընթացում եմ, բոլորիս է ուզում Արցախի հարցը հիմա որտեղ կլուծվի, ինչպես կլուծվի։ Նայեք, Արցախի հարցը կարիք ունի իրավական ձևակերպման։ Եթե հարցը լուծվի, չէ, տեսեք, եթե հարցը լուծվի մադրիդյան սկզբունքներով, այն ինչ-որ հիմա մերով տանում են, դա հոգում մեջ չի լուծվում, որտեղ անգամ ամենալավ լուծման պարագային դա ինչ է նախատեսում։ Դա նախատեսված գրավյալ տարածքների հանձնում, հատուկ կարգավիճակ Լաչինի միջանցքին, այսինքն անգամ Լաչինը մեջ չի մտնում։ Ուղղակի դա կարգավիճակ է առնում, վերադարձ գաղթականների եւ տեղաշարժվածների եւ ինքնորոշման եւ կամարտահայտություն։ Հասկանում եք, լավագույն պարագայում, եթե մեզ չխաբեն ադրբեջանցիք աշխատել տեր կանգնի, մենք կարող է ստանանք լղիմի մի մասը, անգամ բանը չենք ստանալ։ Շամյանները չէ, այսինքն 5 շրջանը չէ լղիմը։ Դրանցից 4-ը կարանք ստանալ լավագույն դեպքում այդքան բան։ Էլի, այսինքն մենք ավելի վատ լուծում կունենանք, քան ՍՍՄ պարագայում, որտեղ ՍՍՄ-ի մեջ գոնե Շահումյան բանը, գոնե Շուշինն էր լղիմի մեջ, այս անգամ դա էլ չի լինելու։ Հասկանում եք, դա համար մադրիդյան սկզբունքներով չի կարող մեզ բավարարի։ Մյուս կողմից ոնց են լեգիտիմացնելու այդ շրջակա ազատագրյալ տարածքներ։ Դրա համար ես միշտ ազգային լիգան եմ վկայակոչում, ասում եմ, որ այդ որոշումով դա մերն է եղել եւ այլն, որտեղ այն ինչ որ այսօր Ղարաբաղցիներն են ասում, որ բանը սենց անենցա չենք տա մերնա, մեր սահմանադրությամբ այդ տարածքը լղի մի մաս հասկանալի է, բայց այդ ձեր սահմանադրությունը ձեր համար, բայց ֆրանսիացու, ամերիկացու համար ձեր սահմանադրությունը բանա, ասեք, այսինքն պետք է ճանաչենք եւ միացնենք։ Մենք պետք է դրանք ճանաչենք եւ միացնենք։ Նայեք, եթե տեսեք, եթե մենք հիմա միացրած լինենք Հայաստանին պաշտոնապես, ես միշտ կողմնակից եմ եղել Հայաստանին միացնելու, դա միակ երբ ասում եք միացում։ Դա միակ երբ առաջ ճանաչելու, իրանք դիմել են մեզ, մենք միացնում ենք։ Մենք լուծարում ենք, նայեք, Էլի թողնի Հայաստանի մաս, եթե անգամ ուզում են, թող կոչվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այդ մարզը թող են։ Թող այդ մարզը տես կոչվի, այսինքն ի վերջո շատ երկրներ կան, որ ասիմետրիկ կառուցվածք ունեն, չէ՞։ Մենք ունենանք, այսինքն մի հատ հանրապետություն, բաղկացած 4-5 մարզից, այսինքն այդ շրջանը ուղղակիորեն չի ենթարկվի Երևանին, այդ միջնորդված, բայց ճիշտ են հանրապես, ոնց որ ամենասկզբում է եղել։ Դեռ լուծարել միացնել վերջանալին է։ Դա չի մերի պատերազմ։ Պատերազմ միշտ կմերի։ Այսինքն եթե պատերազմ, եթե Ղարաբաղն ասում է ես անկախ եմ, այսքան ժամանակ ինչա պատերազմի չեր բերում, Ադրբեջանը պատերազմ չէր անում, կամ վաղ Ադրբեջանը իմանա ինքը կհարձակվի Ղարաբաղի վրա եւ կոչնչացնի։ Այսինքն ինչա, մենակ են որ իրանք հրճակել են իրանց անկախ երկիր, դա պետք է զսպի Ադրբեջանին, չէ։ Բայց գոնե մենք գոնե հիմա հնարավորություն կունենայինք այսօր ռուսներին ասելու եւ իրանք մեր երեսով չէին տա։ Ղրիմը ասում են մեր մասն է մենք միացրել ենք, համար Ղրիմի մասին հարց չկա։ Ասում դուք ոչ եք միացրել Ղարաբաղը, ձեզ որ հիմա հարց եք դնում։ Նազարբայևը լեզուն կարճ կլներ, չէր կարա Սերժ Սարգսյանին ասել։ Սերժ Սարգսյանն ասել, գիտեք, ինձանից առաջ է եղել, հա, հիմա ոնց ասած մեր սահմանադրությամբ, մեր բնակչության հոգեբանությամբ, մեր երկրի մասն է, ես
շատ եք ուզում Պուտին եղբայր, որ ես դառնամ այդ Եվրասիական միության անդամ։ Էսա, որտեղ այլ ձևով ես չեմ կարող։ Այսինքն ես չեմ կարող հրաման տամ, որ Ղարաբաղը կիսեք Հայաստանից փոխեք, որտեղ մենք միասնական ենք։ Եվ Պուտինը ստիպված է լինելու գնալ նրան։ Եվ դա մենք կարող ենք ասենք, որ տեսա Ռուսաստանը ճանաչեց Ղարաբաղը Հայաստանի մաս։ Դա չարեցինք զանազախելոքների ինչ-որ խորհուրդներով, հիմա Ռուսաստանը մեզ երեսով է տալիս, Ռիժկովն է վերջի երեսով տվողներ։